Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մշտական ուշադրության տակ է մանկապարտեզներում երեխաների սննդի որակի ապահովումը։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ յուրաքանչյուր խախտման դեպքում պատասխանատուները կենթարկվեն կարգապահական տուժերի ընդհուպ մինչև աշխատանքից հեռացման։ Ստուգայցերի շրջանակում հայտնաբերված թերություններով պայմանավորված 2 մանկապարտեզի տնօրեններ ազատվել են աշխատանքից։ Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ վարչական շրջանների տարածքներում նոր վերգետնյա անցումների կառուցման վերաբերյալ ներկայացվել է 20 առաջարկություն, 8-ի մասով կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ։ Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կատարված հսկողության արդյունքում կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Գույքագրվել եւ թարմացվում են մայրաքաղաքում առկա ճանապարհային նշանները։ Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ավարտվել են աշնանային ծառատունկի նախապատրաստական աշխատանքները։ Նոյեմբերի 1-ից կմեկնարկի չորացած եւ վնասված ծառերի եւ թփերի սանիտարական էտման հերթական փուլը։ Շարունակվում են աշխատանքները նաեւ մայրաքաղաքի փողոցներում եւ մայթերում տերևների մաքրման ուղղությամբ։ Քաղաքապետը հանձնարարել է ձմռան նախապատրաստական աշխատանքներ տանել, ներգրավելով նաեւ համատիրություններին։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալոիս Կրատուի հետ, նստավայրը Վիեննա։ Ողջունելով եւ շնորհավորելով դեսպանին բարձր եւ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, քաղաքապետը մաղթել է նորանոր հաջողություններ իր դիվանագիտական առաքելության մեջ, հատկանշելով հայ-ավստրիական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը, Տարոն Մարգարյանը ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման հեռանկարներն ու ընդգծել Երևանի եւ ավստրիական քաղաքների միջև հարաբերությունների ընդլայնման լայն հեռանկարը։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար եւ կիսելով իր տպավորությունները Երևանի մասին, Ալոիս Կրաուտը պատրաստակամություն է հայտնել իր կողմից աջակցել ու օժանդակել երկուստեք կապերի ամրապնդմանն ու խորացմանը։ Քաղաքապետը դեսպանի հետ քննարկել է նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ Կարլ-Հայնց Շայդեի հետ հանդիպման ժամանակ ողջունելով հյուրերին քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպության կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերի եւ մարդասիրական կարեւոր առաքելության համար։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար հյուրերը նշել են, որ քաղաքապետարանի հետ արդյունավետ համագործակցությունն այսուհետ եւս կլինի շարունակական եւ արդեն հոկտեմբերի 31-ին կմեկնարկի Գերմանական Կարմիր խաչ կազմակերպության հովանու ներքո գործող գտության խոհանոցի 19-րդ շրջանը։ Երևան քաղաքի ավականու հոկտեմբերի 31-ին գումարված նիստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ավականու անդամները շնորհավորել են Երևանի ավականու ՀՀԿ խմբակցության անդամ Աստղիկ Գևորգյանին ծննդյան օրվա կապակցությամբ։ Վերջինը քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով, անցնելով օրակարգին ավականին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել որոշման նախագծին, համաձայն որի սահմանվել են քաղաքային նշանակության քաղաքաշինական եւ գովազդային գոտիները։ Նշված որոշմամբ ընդլայնվել են վարչական շրջանների ղեկավարների լիազորությունները, ինչն առավել արդյունավետ կդարձնի տեղում քաղաքաշինական բնույթի հարցերի կարգավորումը։ Բնակիչներն ըստ այդմ բնակարանաշինական որոշակի խնդիրներ այսուհետ կարգավորեն անմիջականորեն վարչական շրջաններում տեղերում անվճար առաջարկվող օրինակելի նախագծերի միջոցով։ Նիստի ավարտին տեղի ունեցած հարց ու պատասխանի ընթացքում մայրաքաղաքում աղբանության կազմակերպմանը վերաբերող հարցի առնչությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այս տարի հայտարարված աղբանության կազմակերպման միջազգային մրցույթի շրջանակում 8 կազմակերպություններ ներկայացրել են իրենց նախնական առաջարկները, որից հետո նրանց հետ ընթացել են բանակցություններ եւ արդեն նոյեմբեր ամսին բոլոր 8 կազմակերպությունները կներկայացնեն գնահատականներ ու բիզնես ծրագրեր, որոնց հիման վրա էլ կընտրվեն հաղթողները։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում մասնակցել է Անուշ Հովհաննիսյանի «Նա իր աշխարհին իմ գույներով» խորագիրը կրող առաջին անհատական ցուցահանդեսի բացմանը։ Ցուցահանդեսը կազմակերպվել եւ անցկացվել է քաղաքապետի անմիջական աջակցությամբ։ Գրաֆիկա, գծանկար, բնանկար, նատյուրմորտ, վիտրաժ, բատիկա եւ կերամիկա։ Ներկայացված տասնյակ գործերում արտահայտելով իր հոգու վառ գույները, հեղինակը ջանացել է դիտողին փոխանցել բացառապես դրական լիցքեր։ Շրջելով ցուցասրահում եւ ծանոթանալով աշխատանքներին, Տարոն Մարգարյանը շնորհավորել է երիտասարդ նկարչուհուն, մաղթել ստեղծագործական նոր ձեռքբերումներ։ Շնորհակալություն հայտնելով աջակցության համար Անուշ Հովհաննիսյանը նշել է, որ իր եւ երիտասարդ այլ նկարիչների համար անչափ կարևոր է նման վերաբերմունքը եւ այն լրացուցիչ խթան է նոր գործերի ստեղծման համար։ Անուշը ի նշան երախտիկի իր վերջին կտավներից մեկը սիրով նվիրել է Երևանի քաղաքապետին։ Անշահախնդիր սիրով ու նվիրումով արված ցանկացած գործ միշտ էլ գնահատվել ու արժանացել է անկեղծ դրվատանքի։ Եվ դա պատահական չէ, քանզի նման մոտեցման արդյունքը միշտ էլ լինում է յուրովի գեղեցիկ ու գրավիչ։
Երևանի հանդեպ ցուցաբերվող անշահախնդիր հոգատարության ու սիրո արդյունքը եւս բացառություն չէ։ Մեր սիրելի քաղաքն օրեցօր բոլորիս աչքի առաջ վերափոխվում ու երիտասարդանում է, ու հատկանշական է, որ Երևանի զարգացման ծրագրերի հիմքում այսօր դրվում է նաեւ երևանցիների կողմից բարձրացվող խնդիրներն ու առաջարկները, ինչն էլ ավելի առարկայական եւ շոշափելի է դարձնում կատարած աշխատանքի արդյունքը, հնարավորին կարճ ժամանակում իրականություն դարձնելով եւ նոր շունչ ու դարմություն հաղորդելով երևանյան առօրյային։ Ընդամենը ամիսներ առաջ էր, երբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական շրջայցի շրջանակում այցելեց նաև Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկին հարող այս տարածք։ Ամռան արևից մի կերպ պատսպարված Աջափնյակի տարեց բնակիչների խնդրանքին ի պատասխան քաղաքապետը խոստացավ, որ շատ կարճ ժամկետում նրանք իրենց հանգիստը կանցկացնեն առավել բարեկարգ ու հարմարավետ պայմաններում։ Սա ամիսներ առաջ էր։ Շինարարական ակտիվ աշխատանքներն արդեն վաղուց ավարտված են, եւ փոխարենն այսօր այս նույն տարածքի տիրապետողը շփտադեմ անհոգ խաղացող մանուկներն ու իրենց ակնդետ հետևող իրականում նաեւ հանգստացող նրանց ծնողները, տատիկներն ու պապիկներն են։ Աջափնյակցիների առջև իր հյուրընկալ դռներն է բացում նորոգ, հարմարավետ ու գողտրիկ մի նոր միջավայր։ Տոնական ու սպասված օրը աջափնյակցիների հետ միասին նշելու էր եկել նաև Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ երկրի ղեկավարը շրջեց այգու տարածքում, ծանոթացավ հանգստյան գոտում ստեղծված պայմաններին։ Հանրապետության նախագահն ու Երևանի քաղաքապետը զրուցեցին նաև զբոսայգու իրենց հանգիստն անցկացնող բնակիչների հետ։ Օգտվելով առիթից բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեցին Հանրապետության նախագահին եւ Երևանի քաղաքապետին տասնամյակներ շարունակ անխնամ մնացած տարածքը կարճ ժամանակում բարեկարգելու եւ իրենց տնօրինմանը հանձնելու նախաձեռնության համար։ Վերջապես կատարվեց աջափնյակցիների երազանքը, ունեցան գեղեցիկ բարեկարգ այգի։ Շատ ուրախ եմ, շատ գեղեցիկ այգի է, շատ լավ նախաձեռնություն է։ Շատ ուրախ եմ, որ թորնիկիս հետ կզբոսնեմ այստեղ։ Մեր շրջանում մոտակայքում չկար այսպես այդտեղ, որ կարողանայինք երեխաների հետ գային սրճարաններից, ամեն ինչից հեռու, իսկապես հանգստանալու, լավ ժամանակ անցկացնելու համար։ Շատ շնորհակալություն, որ նման նախաձեռնություն ունի քաղաքապետը հենց կանաչապատման այգիների ընդհանուր կենսամակարդակի բարելավում է։ Հիմա որ նայում ես մարդյանում են, երեխեք ուրախանում են։ Առաջ գալիս ենք սենց չէ, մանգալը տեղ չկար, հիմա ազատ, մաքուր։ Ջրավազանով, ժամանակակից խաղային ատրակցիոններով, սպորտային հրապարակով, հարմարավետ նստարաններով, փակ եւ բաց զրուցարաններով կահավորված այգին վստահաբար դեռ շատերին կհյուրընկալի։ Երբ որ շինարարությունը սկսվեց, ես իմ մտքում ասեցի, վերջը երևի թե նորից կամ ռեստորան է, կամ պիցերիա է, բայց որպես այս խաղադաշտը մենք ընդհանրապես տեղ չունենք։ Երբ որ քաղաքապետարանը, վարչական շրջանը, քաղաքապետարանը սկսում են շինարարություն, համոզված եղեք, ինչ անում ենք ժողովրդի համար։ Շատ շնորհակալություն։ Համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում այստեղ կառուցվել են նոր ջեմուղիներ, սալապատվել են փողոցների կողմից դեպի այգու մուտքը տանող արահետները, ինչպես նաև անցկացվել է արտաքին լուսավորության նոր ցանց։ Տարածքում գերակշիռ մաս են կազմում կանաչապատ տարածքներն ու նոր սիզամարգերը, ինչի նպատակով ամբողջությամբ վերակառուցվել է ոռոգման համակարգը։ Քաղաքապետարանի քաղաքականությունը հետևյալն է, որ Երևան քաղաքը համաչափ զարգանա եւ բոլոր վարչական շրջանները ունենան իրենց փոքր կենտրոնները։ Մենք 2012 թվականին արդեն 5 վարչական շրջանում ստեղծել ենք նման փոքր կենտրոններ եւ այսօր Աջափնյակում մենք հանձնեցինք իրենց փոքր կենտրոնը եւ ուզում եմ շնորհավորել թե երևանցիներին, թե Աջափնյակի բնակիչներին եւ նմանատիպ ծրագրերը լինելու են շարունակական եւ մենք հաջորդ տարիներին մյուս վարչական շրջաններում կունենանք նմանատիպ կենտրոններ։ Իր նորովի լուծումներով ու ինքնատիպ մոտեցման արդյունքում այգին հաստատ յուրօրինակ ու հարմարավետ հանգստավայր կդառնա տարիքային բոլոր խմբերի համար։ Ես ապրում եմ 65 թվից մոտակա շենքերում, նման ոչ մի անգամ չեղե այգին մաքուր, ուրեմն կանաչապատված եւ զարդարված ամեն կերպ։ Այսպիսի բան չկար ստեղ ժամանակի ընթացքում։ Գնում ենք Թումանյանի այգին են գնում, բավականին հեռու էր։ Հիմա շատ լավ է, շատ հաճելի է։ Մեր թաղամասում բացակայում էր այս գեղեցկությունը եւ Փառք Աստծո մենք այսօր դա ունենք եւ շատ ուրախ ենք դրա համար։ Սա պարզապես մեծ ներդրում է
ընդհանուր մագարտակի, կուլտուրական մագարտակը բարձրացնելու, աշխատավորների հանգիստը, սովորողների, դպրոցականների համար, նախադպրոցականների համար, այնպես որ սա պետք է երախտագիտություն հայտնել միայն։ Քաղաքապետը մեր այն ազնվորությունն է, որը նվիրված է, որ յուրաքանչյուր երևանցի իրեն լավ զգա, իր հայատը, իր տերիտորիան, ամեն ինչը գեղեցիկ լինի, ծաղկազարդ լինի։ Հանգստի այս գոտու վերակառուցման ընթացքը մշտապես եղել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական հսկողության ներքո։ Այստեղ եւս որպես սկզբունք հաշվի են առնվել բնակիչների առաջարկներն ու խորհուրդները։ Բոլոր շինարարությունների ընթացքում ես գրեթե 10 անգամ, 15 անգամ ներկա եմ լինում եւ տեղում դիտողությունները շինարարի թերությունը շտկելով փորձում ենք հարմարեցնել մեր քաղաքացիներին եւ պարտադիր սկզբունքը հետեւյալն է, որ քաղաքացու առաջարկը, քաղաքացու խորհուրդը հաշվի առնվում նախագծը գծելու ժամանակ եւ շինարարական աշխատանքների ընթացքում։ Մնում է մենք մեր քաղաքացիներին խնդրենք, որ պահպանեն, որտեղ իրենցն է այգին եւ մեր աջակցությունը միշտ լինելու է այգու պահպանման, բայց քաղաքացիների մասնակցությունը անհրաժեշտ է։ Օրեցօր առավել գրավիչ, հարմարավետ ու լուսավոր դարձող մեր քաղաքամայրն այս տարի իրավամբ բազմաթիվ ձեռքբերումներ ունեցավ։ Եվ այդ ամենը վստահաբար սիրելի քաղաքի նկատմամբ դրսևորած անշահախնդիր նվիրումի եւ հոգատարության արդյունքում։ Այդ մասին փաստում են բոլոր երևանցիները։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ վստահեցնում է, որ այդ ամենը լինելու է շարունակական։ Թերևս դժվար է պատկերացնել, որ աշխարհի մի անկյունում կա մի քաղաք, որը որքան էլ հին, այդուհանդերձ Աստծո ամեն օր երիտասարդի ավյունով է դիմավորում։ Հինավուրց մեր մայրաքաղաքի նոր շունչը հատկապես զգացվում է օրեցօր ընդլայնվող ու մշակվող կանաչ տարածքներում։ Երևանի գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա եզնի կողբացի միջանկյալ հատվածն է, չնայած արդեն աշուն է ու տերևաթափ, ծաղիկներն այստեղ կարծես նոր բացված լինեն։ Երկար տարիներ բարձի թողի վիճակից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ընդամենը մի քանի ամսում տարածքն ամբողջությամբ բարեկարգվեց եւ կանաչապատվեց։ Հենապատերից ու եզրաքարերից մինչև աստիճանահարթակների, ճեմուղիների սալահատակներ ամեն ինչ փոխված է, կոկիկ, հարդարված։ Այգու ճեմուղիների եզրագիծն էլ ծառաշարն է ու Թավշյա սիզամարգը։ Մենք այնքան գոհ շնորհակալ ենք քաղաքապետից։ Սովետի ժամանակն է լավ վայրի էր, վատը չէր, բայց երբ որ փլզվեց, այս այգին դառավ, ինչ ասեմ, քարքրոտ։ Շատ հրաշալի է, շնորհակալություն իհարկե մեր քաղաքապետին, որ այսպիսի այգի է ստեղծել եւ մենք շատ մեծ հաճույքով նստում ենք։ Ես որ մանկապարտեզից գալիս եմ, այգի շատ գեղեցիկ է, շատ գեղեցիկ է, շատ մաքուր է։ Մենք շատ ենք սիրում գալիս այգի, որովհետև այստեղ խաղալը շատ հարմարավետ է։ Նստում ենք խոտերի մեջ, խոսում ենք, շատ լավ է, միշտ մենք գալիս ենք այս այգի ու միշտ էլ կգանք։ Արդեն ավանդույթ ա դարել, մի 6-7 երեխաներով, ծնողներով գալիս ենք առավոտյան, այստեղ հաց են ուտում, վազվզում են, խաղում են։ Դուր ա գալիս այգին իր ամեն ինչով, եւ նստարանները, եւ ծաղիկները, եւ եղևնիները, որ կան, շատ լավ այգի ա դարձել, շատ։ Օրվա յուրաքանչյուր ժամի այստեղ կարելի է հանդիպել մանուկների, տարեցների եւ երիտասարդների։ Գևորգն էլ նրանցից մեկն է, նաեւ երիտասարդություն հասարակական կազմակերպության նախագահը։ Նրա աշխատանքը ամենօրյա է եւ երիտասարդների հետ կապի հիմնական միջոցը համացանցն է։ Այդ հարցում նրան ու հարյուրավոր այլ երիտասարդների օգնել է Երևանի քաղաքապետարանը, այգում տեղադրված անվճար Wi-Fi համակարգի միջոցով։ Շատ հետաքրքիր է ինձ ու առաջի քայլ արեցի, վերցրի iPhone-ը ու մոտեցա ու փորձեցի, ասենք, արագությունը ինչպես է, բավականին լավ կապ են ապահովում, ինչը շատ կարևոր է։ Իդեպ ոչ միայն այս, այլև մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների շատ այգիներում եւ հրապարակներում եւս տեղադրված ահա այսպիսի ցուցանակները հուշում են, որ դուք կարող եք անվճար օգտվել ինտերնետ ծառայություններից։ Ընդհանրապես անհրաժեշտ է Wi-Fi-ի միացման փնտրման համակարգում միանալ Երևանի քաղաքապետարանի եւ համապատասխան օպերատորի կապին։ Քաղաքապետարանի պաշտոնական կայքում նոր թարմացված տարբերակում կա նոր գործիք, ինտերակտիվ քարտեզ, որտեղ սեղմելով Wi-Fi ծածկույթ կոճակին մենք տեսնենք, թե որ տարածքներն են արդեն իսկ ապահովված Wi-Fi համակարգերով,
Ինչպես նաև այս գործիքը շուտով կակտիվացվի անել առաջարկ կոճակը, որտեղ մարդիկ իրենք կարող են առաջարկել, որ տարածքներում է հնարավոր Wi-Fi տեղադրել, իրենք ցանկություն ունեն այդտեղ Wi-Fi տեսնել։ Խնդիրը սոցիալական ցանցերով կհավաքի համապատասխան, այսպես ասած, լայքեր եւ քաղաքապետարանը կդիտարկի այդ առաջարկը եւ համապատասխան լուծում կտա։ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ Wi-Fi համակարգով են ապահովված նաև մետրոպոլիտենի կայարանները։ Շատ լավ որ կա ու ամեն պետք եղած ժամանակ կարանք օգտվենք։ Պետք է, թե տուրիստների համար, թե քաղաքացիների։ Քաղաքային 123 ավտոբուսներում եւ 5 կանգառասրահներում եւս նույն եղանակով հնարավոր է օգտվել անվճար ինտերնետից։ Ավելի քան 140 հասարակական օբյեկտներում համացանցի առկայությունը ոչ միայն հնարավորին հարմարավետ է դարձնում երևանցու առօրյան, այլև նպաստում է քաղաքի զարգացմանը։ Իդեպ Երևանի քաղաքապետարանի ծրագրին միացել եւ ակտիվորեն օժանդակել են Orange Armenia, Vivacell MTS եւ GNC Alpha ընկերությունները։ Շատ շուտով հասարակական տրանսպորտի կանգառներում արկա այս ցուցատախտակների կողքին կհայտնվի էլեկտրոնային չվացուցակների համակարգը։ Չվացուցակների շնորհիվ հնարավոր կլինի տեղեկանալ սպասվող երթուղիների ժամանման միջակայքերի մասին։ Ծրագրի գործարկման համար ավտոբուսներում առայժմ տեղադրվում են GPS համակարգերը։ Այսօրվա տեխնոլոգիաներին համապատասխան նաև ցույց ենք տալուս երթուղու ամբողջ քարտեզի վրա իր հետագիծը եւ տվյալ երթուղու վրա քանի ավտոբուս է սպասվում եկող, այսինքն մարդը մաքսիմալ ավելի շատ տեղեկատվություն կստանա, քան դրա պրակտիկան կա այլ քաղաքներում, ինչպես նաև եղանակ։ Քաղաքապետի հանձնարարությամբ նույն ռիթմով ու նույն եռանդով մայրաքաղաքում շարունակվում են իրականացվել տարատեսակ ծրագրեր։ Այս ամենի գաղտնիքն անշուշտ Երևանն անչափ սիրող ու նվիրումով աշխատող մարդու ձեռագրի արդյունքն է։ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի շքամուտքերի նորոգման տարեկան ծրագրում բոլոր վարչական շրջանները համաչափ էին ընդգրկված։ Շինարարական ամենանպաստավոր սեզոն տևած ծրագիրն ավարտվել է նախատեսվածից էլ ավելի արդյունքով։ 2012 թվականին կատարված շքամուտքերի նորոգումը համալիր ծրագիր էր, որը տարիների հերթագրում ուներ։ Քաղաքապետի անմիջական նախաձեռնությամբ սկսվեց մի ծրագրի իրականացում, որը աննախադեպ արդյունքների բերեց այս տարի շքամուտքերի վերանորոգման հարցում։ Ուրեմն քաղաքապետարանի վարչական շրջանների համատիրությունների համատեղ գործողությունների արդյունքում վերանորոգվեց 1275 շքամուտ։ Աննախադեպ թիվը գալիս է նրանից, որ այդ համագործակցությունը հստակ աշխատեց։ Համատիրություններն այսօր էլ ծրագրով նախատեսված աշխատանքների ավարտից հետո խնայած միջոցներով են շարունակում բազմաբնակարանների մուտքերը նորոգել։ Հալաբյան 34 հասցեի նախկին հանրակացարանը Աջափնյակ վարչական շրջանում գործող Լիլիթ համատիրության 5 շենքերից ամենափոքրաթիվ բազմաբնակարանն է, որը սակայն ամենածախսատարն է մակերեսով։ Եռահարկ շենքը բաղկացած է 6 մասնաշենքերից, որոնք միմյանց հաջորդում են լայն ու երկար միջանցքով։ Ելնելով այն բանից, որ այս տարի քաղաքապետարանը վարչական շրջանը օգնեցին մի շենքերի վերանորոգման համար, գոյացավ ֆոնդ, որի միջոցներից ուզում ենք վերանորոգենք Հալաբյան 34 շենքի առաջի հարկը։ Կարելի ասել 20-ից 30% կատարված է, որը պաչինկաները վերջացել են, մնում է սպիտակացնել մասը եւ մեկ։ Մուտքերի նորոգման աշխատանքներին առաջին օրից ներգրավված է Երևանի էլեկտրացանցերը։ Տարեսկզբից գույքագրել է բոլոր մուտքերի էլեկտրական մալուխները։ Դրանք նորոգման ընթացքում հավաքվում են կոկիկ փնջերի կամ ապահով քողարկվում են։ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում 190 շքամուտք է նորոգվել տարեկան ծրագրով։ Այստեղ էլ ինչպես ողջ Երևան համայնքում համատիրությունները շքամուտքերի նորոգման հավելյալ աշխատանքային ցուցակներ են կազմել, քանի դեռ եղանակը բարենպաստ է։ 1995 թվականից շենքերի բաժնային սեփականության կամ ընդհանուր օգտագործման տարածքների պահպանման պատասխանատվությունը լիարժեքորեն կամ ոչ այնքան իրենց վրա են կրում համատիրությունները, որոնց կազմավորման ու կայացման ամենամեծ աջակիցը յուրաքանչյուր բնակիչն է։ Մուտքերի նորոգման հավելյալ այս ծրագրով եւս կարելի է դիտարկել այսօր Երևանցին ոտքի է կանգնեցնում համատիրությունը։ Անընդհատական դժգոհությունները, որ այս չարեց համատիրությունը, այն չարեց համատիրությունը, բայց պետք է նաև ամեն մեկը ինքը իրեն հարց տա, արդյոք ինքը իր տեղում անում է այն, ինչ որ պետք է համատիրության համար։ Սկսած
աղբը փողոց չնետելուց, սկսած շրջապատը մաքուր պահելուց։ Տեսնում են պարտներական հարաբերություններ։ Մի կողմից համատիրության, մյուս կողմից բնակչի միջև կլինի այդ պարտներական հարաբերությունները, համատիրությունները կսկսեն աշխատել։ Բնականաբար ես այստեղ չեմ ուզում համատիրությունների վրայից պատասխանատվությունը վերցնել։ Պատասխանատվություն ունեն նաև համատիրությունները։ Համատիրությունները նաև աշխատելով են կայանում։ Աշխատանքը տեսնում ենք, հետևաբար շահագրգռված ենք, որ նորմալ վճարումներ կատարենք։ Տեսնում ենք արդյունքը դրա համար վճարում ենք։ Ասենք զիբիլը չեն տանում, եթե չտանեն, կվճարեն, չեն վճարի, բայց պարտադիր տանում են, միշտ վճարում։ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Արփի համատիրությունը 29 շենք է ներառում 67 մուտք հանրագումարով։ Այս տարեվերջին դրանք բոլորն էլ հաշվառված կլինեն նորոգված մուտքերի ցուցակում, այդպիսով կրճատելով տարեկան հոգսերի ընդհանուր ցուցակը։ Երևանցիների շատերը արդեն նկատել են, որ մայրաքաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի որոշ ուղղությունների երթուղային համարները փոփոխություն են կրել։ Ընդ որում, հին համարների այլևս չգործելու մասին վկայում են նաև այս նշանները, սակայն փոփոխությունը վերաբերում է միայն համարներին, այլ ոչ թե երթուղիներին։ Նոր երթուղային ցանցով նախատեսված էր միկրոավտոբուսային երթուղիների թիվը 125-ից նվազեցնել 76-ի, հետևաբար դրանց համարակալումը պետք է սկսվի 1-ով եւ ավարտվի 76-ով։ Այս նորամուծությունը կտարածվի միկրոավտոբուսային 23 երթուղիների վրա, որոնք մինչ այժմ ունեին 76-ից բարձր թվագրում։ Օրինակ, թիվ 124 միկրոավտոբուսային երթուղին այսուհետ կգործի 50-րդ համարի տակ, որը նախկինում թափուր էր, իսկ ազգաբնակչության շրջանում թուրիմացությունները բացառելու նպատակով հին համարները նորերի կողքին կլինեն շուրջ 1 ամիս։ Իսկ այն միկրոավտոբուսային երթուղիները, որոնք շուտով փոխարինվելու են ավտոբուսայիններով, մինչ այդ կգործեն առկա համարին կից A տարով։ Ասենք 6 համարի միկրոավտոբուսային ունեինք, քանի որ վաղը նա վերափոխվելու է, առաջիկայում վերափոխվելու է ավտոբուսայինի, նա մնացել է 6-ի A-ի տակ, մինչև ավտոբուսի մրցույթների անցկացումը։ Կան նաև ավտոբուսային որոշակի ուղերձներ, որոնց երթուղային համարանիշները նույնպես փոխվել են։ Սկզբունքը նույնն է, ավտոբուսային երթուղիները մրցույթների ավարտից հետո կգործեն 1-ից մինչև 68 համարներով։ Հենց այդ պատճառով էլ ենթադրենք թիվ 86 ավտոբուսային երթուղին այսուհետ կգործի 58-րդ համարի տակ։ Այսինքն միկրոավտոբուսները կունենան 1-ից մինչև 76 համարի երթուղիներ, իսկ ավտոբուսները կունենան 1-ից մինչև 68 համարի ավտոբուսներ։ Իսկ այս կադրերը նկարահանված են Երևանի ավտոբուս ընկերության հավաքակայանում։ Այստեղ են նաև Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան եւ ավտոբուսներ արտադրող չինական Հայգեր ընկերության ներկայացուցիչները։ Առիթը հերթական երթուղու գործարկումն է։ Ավելի ստույգ նախկին թիվ 123 միկրոավտոբուսային երթուղին այսուհետ նույն ուղեգծով կսպասարկեն թիվ 53 համարի չինական նոր ավտոբուսները։ Այսօրվա դրությամբ նոր ավտոբուսներ են աշխատում մայրաքաղաքային 13 երթուղիներում։ Այդ երթուղիներից մի մասը նախկինում գործող երթուղիներն էին ավտոբուսային, որոնք քիչ քանակությամբ էին սպասարկում, այսօր իսկ այն համալրվել է եւ ամբողջ երթուղիները սպասարկում են գրեթե ամբողջությամբ ծանրաբեռնված վիճակով եւ հագերմագնիշի այս ավտոբուսներով մենք սպասարկում ենք եւս սպասարկել ենք այդ թվում 3 նոր երթուղիներ, որոնք նախկինում չեր գործում։ Ընդ որում որոշ ուղղություններով հայգերները փոխարինել են նախկինում Բոգդաններով սպասարկվող ավտոբուսներին։ Չինական կողմի ներկայացուցիչները անչափ գոհ են Հայաստանի Հանրապետության կառավարության եւ մասնավորապես Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունից։ Շատ ուրախ եմ, որ մեր երկրների կառավարությունների համագործակցության արդյունքում Երևանի փողոցներում արդեն երթևեկում են չինական նոր ավտոբուսները, որոնք վստահ եմ զգալիորեն կբարելավեն ձեր մայրաքաղաքի ուղևորափոխադրումների վիճակը։ Մենք սերտորեն համագործակցում ենք Երևանի քաղաքապետարանի հետ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով մշտապես ուշադրության կենտրոնում է պահում գործընթացը։ Մարտ ամսին ներկրված 249 ավտոբուսների մի մասը մինչ օրս անխափան աշխատում է։ Փորձը ցույց տվեց, որ այս առումով որևէ խնդիր չունենք։ Այդուհանդերձ մեզ հետ Չինաստանից բերել ենք բարձր որակավորում ունեցող մասնագետների մի խումբ, ովքեր տեխնիկական եւ այլ բնույթի աջակցություն են ցուցաբերում հայ գործընկերներին։ Կասեմ այսպես, ամեն ինչ ընթանում է նախատեսվածի համաձայն։ Նաեւ նշեմ, որ Երևանը մեզ շատ է տպավորել։ Անչափ գեղեցիկ է ձեր մայրաքաղաքը։
Թիվ 53 երթուղու ավտոբուսային վերագործարկմանը եւ մասնավորապես առաջին ուղերձին հայ գործընկերների հետ մասնակցեցին նաեւ չինացի հյուրերը, անգամ զրուցեցին առաջին ուղևորների հետ, որոնց համար ավտոբուսների հայտնվելը հաճելի անակնկալ էր։ Բավականին սպասումներից հետո շատ հաճելի անակնկալ էր ու կարծում եմ այսուհետ խնդիրներ չի լինի երթևեկելու։ Շատ հաճելի է, նախ որովհետև ավելի հարմարավետ է։ Առաջիկայում չինական ավտոբուսներով սպասարկող երթուղիների թիվը մայրաքաղաքում կհասնի 19-ի, մի քանի երթուղիներ էլ կգործարկվեն տնտեսվարող սուբյեկտների մասնավոր ներկրումների հաշվին։ Ծառերն աշնաննել են էտում։ Այս օրերին աշնանային էտի լավագույն ժամանակն է, քանի դեռ ցուրտը չի սաստկացել։ Ակտիվ հյութաշարժից հետո ծառերը ենթարկվում են էտման։ Մենք սկսել ենք Երևան քաղաքում նոյեմբերի 1-ից էտման աշխատանքները եւ կշարունակվի էտումները մինչեւ դեկտեմբերի 20-ը։ Երևանում աշնանը 8000-ից 10000 դեկորատիվ ծառեր են ձևավորվելու եւ դրանցից միայն բարդին ու թեղին են, որոնց ճյուղերը բոլոր սեզոնային հատումների ժամանակ էլ թույլատրվում է անգամ անհրաժեշտ է խորքի ծետել։ Սաղարարմատներով այս ծառատեսակները քամիներին դժվարությամբ են դիմակայում։ Բացարձակապես իրականացվել է խորը էտը վթարային ծառերի նկատմամբ։ Մնացած ծառերը բոլորը ենթարկվելու են ձևավորման կանոններին են ենթարկվելու, այսինքն էտվելու են միայն գերաշ տված ճյուղերը, կախնկած ճյուղերը եւ հնարավորինս ծառին տրվում է իր դեկորատիվ տեսքը, որպեսզի գալիք տարիներին նա ավելի նոր շունչ հաղորդենք ծառին եւ ավելի հզորանա ծառը եւ գոյատևի։ Էտվում են նաեւ բակային տարածքներում աճող ծառերի ծերացած ու գերաճած ճյուղերը, որ բակերում էլ ծառերն առողջ լինեն, երկարակյաց ու ամենակարևորը անվտանգ։